Հիմա ես ձեզ կպատմեմ այն, ինչ ոչ ոքի չեմ պատմել։ Ոչ երեխաներիս, ոչ թոռներիս, ոչ ընկերուհիներիս, ոչ ոքի։ Իմ ամբողջ կյանքում այս մասին գիտեի միայն ես, եւ այն տղամարդիկ, որոնց հետ դա եղել է։ Այո, տղամարդիկ մեկը չեն եղել, այլ մի քանիսը։ Ես դավաճանել եմ ամուսնուս։ Ոչ թե մեկ անգամ, ինչպես ոմանք խոստովանում են ծերության տարիներին, թե իբր սայթաքել եմ։ Կներեք ոչ, ես դավաճանել եմ գիտակցաբար, կանոնավոր կերպով, երկար տարիների ընթացքում։ Եվ իմ ամուսին Գևորգը, Աստված հոգին լուսավորի, այդպես էլ չիմացավ այդ մասին մինչև իր մահը։ Կամ իմացավ, չգիտեմ, մենք երբեք այդ մասին չենք խոսել։ Հիմա դուք հավանաբար մտածում եք, ինչ զզվերի պարավ է, ինչպես կարելի է։ Նա իրեն վստահում էր, իսկ սա, սպասեք, մի փակեք տեսանյութը, որովհետև այս պատմությունը սեքսի, կրքի կամ այլասերվածության մասին չէ, այն շատ ավելի սարսափելի մի բանի մասին է, այն մասին, թե ինչպես է մարդը դանդաղ մահանում ամուսնության մեջ, այն մասին, թե ինչպես է կինը վերածվում գործառույթի, այն մասին, թե ինչպես ես մի օր նայում հայերուն եւ չես ճանաչում ինքդ քեզ։ Եվ սարսափելի բաներ ես անում ոչ թե նրա համար, որ վատն ես, այլ որովհետև ուզում ես զգալ, որ դեռ ողջ ես։ Ես հիմա նստած եմ իմ խոհանոցում։ Այնտեղ, իմ թիկունքում, պատուհանագոգին մանուշակներ են։ Գևորգը տանել չէր կարողանում դրանք, ասում էր փոշի են հավաքում, բայց ես միևնույն է տնկում էի։ Դա միակ բանն էր, ինչում ես նրան բացահայտ չէի լսում, իսկ մնացած ամեն ինչում հնազանդ, օրինակելի կին էի։ 57 տարվա ամուսնություն, 3 երեխա, 7 թոռ, 4 զոր։ Ինձ մեդալ կտային, եթե համբերության համար մեդալներ տային։ Բայց ես ամեն ինչ կպատմեմ հերթականությամբ, հենց սկզբից, որպեսզի հասկանաք, թե ինչպես ես հասա դրան, որովհետև ոչ ոք առավոտյան չի արթանում եւ որոշում, արի մի հատ դավաճանեմ ամուսնուս։ Այդպես չի լինում։ Դրան գնում ես տարիներով, փոքրիկ քայլերով, որոնք աննկատ են նույնիսկ ինքդ քեզ համար։ Ես ծնվել եմ 33 թվին Գյումրիում։ Հայրս հաշվապահ էր Ալերաղաց գործարանում։ Մայրս տնային տնտեսուհի, մենք 4-ն էինք։ Ես ավագն էի, հետո Զարիկը, Վարդանն ու փոքրիկ Լուսինեն։ Ապրում էինք աղքատ, բայց չէինք սովում։ Հայրս աշխատավարձը միշտ մինչև վերջին կոպեկը տուն էր բերում։ Մայրս այդ կոպեկներն այնպես էր ձգում ամբողջ ամիս, որ հրաշք էր թվում։ Մեր տանը սիրո մասին ընդհանրապես չէին խոսում։ Հայրս մեր ներկայությամբ մորս չէր գրկում, չէր համբուրում։ Ես մինչև 14 տարեկանս վստահ էի, որ երեխաներին բառացիորեն կաղամբի միջից են գտնում, որովհետև մայրս այդպես էր ասել, իսկ մորս ես հավատում էի։ Հետո քույրս, Զարիկը, ձեղնահարկում շշուկով բացատրեց ինձ, մինչ մայրս լվացք էր անում։ Ես չհավատացի, հետո հավատացի, հետո սարսափեցի, հետո սկսեցի հետաքրքրվել։ Բայց հարցնելու մարդ չկար։ Դպրոցում տղաները քաշում էին մեր ծամերից ու փախչում։ Դա համարվում էր սիրահետում։ Աղջիկները կարմրում էին ու ձևացնում, թե բարկանում են։ Ահա եւ մեր ողջ սեռական դաստիարակությունը։ Ոչ ոք չէր բացատրում, թե ինչ է ցանկությունը, ինչ է հրապուրանքը, ինչ է կատարվում մարմնի հետ, երբ դու 15 տարեկան ես ու հանկարծ նկատում ես, որ հարևան Արամն ունի լայն ուսեր ու գեղեցիկ ձեռքեր։ Դա արգելված էր, կեղտոտ ու ամոթալի բան էր համարվում։ Լավ աղջիկները նման բաների մասին չեն մտածում։ Իսկ ես լավ աղջիկ էի, շատ լավ աղջիկ։ Գերազանցիկ, ակտիվիստ, ջոկատի խորհրդի նախագահ։ Հյուսքեր, սպիտակ գոգնոց, ճիշտ գրքեր։ Ներսումս հրաբուխ, դրսից հանդարտ լիճ։ Այդպես էլ մեծացա այն համոզմունքով, որ ամեն իսկական բան պետք է թաքցնել, որ կարելի է ցույց տալ միայն այն, ինչն արժանանում է հավանության, իսկ այն, ինչը հավանության չի արժանանում, խորը պահիր ու ձևացրու։ Թե դա գոյություն չունի, այդ համոզմունքը հետո արժեցավ իմ ամբողջ կյանքը։ Գիտեք, որն է հետաքրքիրը։ Ես չէ, որ շատ զգացմունքային աղջիկ էի։ Սիրահարվում էի գրքերի հերոսներին, Ռաֆու Սամվերին, Շիրվանզադեի հերոսներին, նույնիսկ Գևորգ Մարսպետունուն, թեև նա կոպիտ էր։ Ես երազում էի, որ ինձ կսիրեն գեղեցիկ, կրքոտ, իսկական սիրով, ինչպես վեպերում։ Քնելիս պատկերացնում էի, որ ինչ-որ մեկը բռնում է ձեռքս, նայում աչքերիս ու ասում. Անահիտ, դու աշխարհի ամենագեղեցիկն ես։ Ոչ ոք երբեք նման բան չասաց իմ 93 տարիների ընթացքում։ Քույրս Զարիկը ուրիշ էր։ Նա ամեն ինչ բացահայտ էր անում։ 16 տարեկանում Մարեգի հետևում համբուրվում էր հարևան Վիգենի հետ եւ չէր ամաչում։ Մայրս բարկանում էր, հայրս գոտիով էր սպառնում։ Իսկ Զարիկը ծիծաղում էր։ Հետո ինչ, դե դուրս գալիս է նա ինձ, ինչը չի կարելի։ Ես նախանձում էի նրան, լուր, դառնությամբ նախանձում էի, որովհետև ես էլ էի ուզում եւ Մարագի հետևում լինել, եւ համբուրվել, եւ դուր գալ ինչ-որ մեկին։ Բայց ես լավն էի, ճիշտը, հարմարը, նա ով խնդիրներ չի ստեղծում։ Մայրս ասում էր. «Այ, Անահիտս ոսկի է, Զարիկի նման չէ»։ Եվ ես հպարտանում էի, իսկ Զարիկը 30 տարեկանում,
Երջանիկ ամուսնացած էր իր Վիգենի հետ։ 3 երեխա ունեցավ, ողջ փողոցով մեկ քրքջում էր ու ապրում։ Իսկապես ապրում էր։ Իսկ ես ոսկե Անահիտս նստած էի իմ ճիշտ ամուսնության մեջ եւ դանդաղ մահանում էի ներսից, այնպես որ մեզանից ով էր ճիշտ։ Զարիկը, ով ապրում էր այնպես, ինչպես ուզում էր ու չէր ամաչում, թե ես, ով ողջ կյանքում թաքցնում էր ամեն իսկական բան եւ արդյունքում դավաճանում ամուսնուն ուրիշների աշխատասենյակներում։ Ահա ձեզ ճիշտ դաստիարակություն։ Ահա ձեզ ոսկե աղջիկ, ոսկե վանդակ, ավելի ճիշտ չես ասի։ Բայց ես առաջ եմ ընկնում։ Վերադառնանք Գևորգին։ Ես ամուսնացա 21 տարեկանում, 54 թվին։ Գևորգն ինձանից 8 տարով մեծ էր։ Զինվորական էր, հետո ինժեներ։ Գեղեցիկ տղամարդ էր, բարձրահասակ, հաղթանդամ, բեղերով, հրամանատարական ձայնով։ Երբ նա մտնում էր սենյակ, բոլորը լռում էին։ Նա դա չէր պահանջում, պարզապես այդպիսին էր, այդպիսի մարդ էր։ Մայրս երջանիկ էր։ Անահիտ, այսպիսի մարդու հետ ամուսնանալը երջանկություն է, լուրջ է, չի խմում, տուն ունի։ Ընկերուհիներս նախանձում էին, ես հպարտանում։ Ահա ես, Անահիտ Խաչատուրի Վարդանյանս, ինժեների կին եմ, ոչ թե գործարանային փողոցի անուլը, այ ինժեների կին, կարգավիճակ, դիրք, ամեն ինչ ինչպես հարկն է։ Հարսանիքը համեստ էր, մոտ 20 հոգի։ Մայրս ողջ գիշեր գաթա էր թխել։ Երաժշտությունը ռադիոյով էր, ես ջերմակ զգեստով էի, որն ինձ համար կարել էր դերձակուհի մորաքույրս, գեղեցիկ զգեստ էր, մինչև հիմա հիշում եմ, թե ինչպես էր մետաքսը զովացնում աշկս։ Առաջին գիշերը, օխ, գիտեք 93 տարի եմ ապրել, բայց մինչև հիմա կարմրում եմ, երբ հիշում եմ, ոչ թե հաճելիությունից, այլ ամոթից, որովհետև դա ոչինչ էր։ Գևորգն անհամբեր էր, փոքր-ինչ կոպիտ, արագ ավարտեց։ Ես պառկած էի ու մտածում էի, այսքանը, սա է այն բանը, որի մասին շշնջում էին աղջիկները, որի պատճառով մարդիկ գժվում են, լուրջ, բայց ես լռում էի, որովհետև լավ կանայք չեն բողոքում, լավ կանայք համբերում են, լավ կանայք ձևացնում են, թե ամեն ինչ հիանալի է։ Եվ ես համբերեցի 1 տարի, 2, 10, 20։ Համբերում էի ու լռում, ախր ես փորձել էի։ Մի անգամ հարսանիքից մոտ 3 տարի անց համարձակություն հավաքեցի ու ասացի նրան գիշերը մթության մեջ, որովհետև լույսի տակ անհնար էր, Գևորգ, իսկ կարելի է մի քիչ ավելի դանդաղ։ Ես այսպես չեմ հասցնում։ Նա լռեց, հետո փնթփնթաց, ի՞նչն է քեզ պակասում։ Շրջվեց ու քնեց, եւ ես այլևս չփորձեցի։ 20 տարի չփորձեցի։ Մի անգամ այրվեցի ու 20 տարի վախենում էի կրակին մոտենալ։ Գիտեք, որն է ամենավիրավորականը, որ նա նույնիսկ չնեղացավ, նա պարզապես չհասկացավ։ Նրա համար դա կարծես անջատիչ շին էր։ Չըխկ ու պատրաստ է։ Իսկ թե կինն ինչ է զգում, ինչ է նրան պետք, ինչ է նա ուզում, դա նրա հասկացողության սահմաններից դուրս էր։ Ոչ թե որովհետև վատն էր, այլ որովհետև իրեն էլ ոչ ոք չէր սովորեցրել։ Նրա հայրն էլ երևի այդպես ճղկացնում էր անջատիչը, պապն էլ։ Տղամարդկանց մի սերունդ, ովքեր չգիտեին, որ կինը կոճակ չէ։ Եվ ահա արդյունքը։ 30 տարեկանում ես վստահ էի, որ ինձ հետ ինչ-որ բան այն չէ, որ նորմալ կանայք, ավելին չեն ուզում, որ ես ինչ-որ չափազանց գայուն եմ, չափազանց պահանջկոտ, որ պետք է ուրախանալ, եղածով ու բաներ չհորինել։ Այնուհետև հայտնվեց Պետրոսը, եւ մեկ երեկոյի ընթացքում ոչնչացրեց իմ բոլոր համոզմունքները։ Պարզվեց, որ ես նորմալ եմ, նորմալից էլ ավելին։ Պարզապես կողքիս այն մարդը չէր, ով կարող էր դա ցույց տալ։ Կամ նա էր, բայց լրող փակ ամփորձ, ինչպես եւ ես ինքս։ Ճակատագրի հեգնանք է, ճիշտ է։ Երկու միատեսակ կոտրված մարդիկ, ովքեր չէին կարող օգնել միմյանց, որովհետև երկուսն էլ ամաչում էին օգնություն խնդրել։ Գևորգը չար չէր, սա կարևոր է ասել։ Նա ինձ չէր ծեծում, չէր վիրավորում, չէր նվաստացնում։ Նա պարզապես չէր տեսնում ինձ որպես մարդ։ Տեսնում էր որպես կին, որպես գործառույթ, եփում է, լվացք է անում, երեխաներին է դաստիարակում, գիշերը կողքին պառկում է։ Վերջ, դա բավական էր իր համար, ինձ համար ոչ։ Բայց ես դա չէի հասկանում, շատ երկար ժամանակ չէի հասկանում։ Ամուսնության առաջին 5 տարիներին ես փորձում էի, ազնվորեն փորձում էի։ Ես նրա համար սիրելի տոլմա էի եփում, արդուկում էի շապիկներն այնպես, որ սլաքները կատարյալ լինեին։ Դիմավորում էի աշխատանքից, ժպտում էի։ Ես մտածում էի, եթե լավագույն կինը լինեմ, նա կբացվի, կնկատի ինձ, իսկապես կսիրի։ Չբացվեց, չնկատեց, ավելի ճիշտ, նկատեց, բայց յուրովի, ասում էր ընկերներին, կնոջ հարցում բախտս բերել է, հանգիստ է, տնարար չի մաշում ուղեղս, այսպես, ոչ թե գեղեցիկ է, խելացի է, հետաքրքիր է։ Հանգիստ է տնարար, չի մաշում ուղեղս որպես լավ տնային աշխատողի բնութագիր։
Ես մի անգամ գաղտնասեցի այդ խոսակցությունը։ Նա ընկերոջ Վարդանի հետ խոհանոցում նստած օղի էր խմում եւ այնպես հպարտասում էր. հանգիստ է տնարար։ Ես դրան հետևում կանգնած գծում էի շուրթերս։ Ոչ թե չարությունից, այլ վիրավորանքից, որովհետև ես հանգիստ չէի, ներսումս ես բարձրաձայն էի, վառ, կենդանի։ Ես ուզում էի ապրել, ուզում էի ուրիշ քաղաքներ գնալ, ուզում էի թատրոն գնալ, ուզում էի վիճել գրքերի ու ֆիլմերի շուրջ, բայց Գևորգի համար ես հանգիստ, տնարար ուղեղ չմաշող կին էի եւ գիտեք որն է ամենասարսափելին։ 10 տարի անց ես իսկապես դարձա այդպիսի, հանգիստ տնարար։ Այն վառ Անահիտը, ով ծովի մասին էր երազում եւ Տերյան էր կարդում, ինչ որտեղ հեռացավ, տարալուծվեց սպասների եւ տակդիրների մեջ։ Եվ երբ նա անհետացավ, ես նույնիսկ չնկատեցի։ Պարզապես մի օր հայելուն նայեցի ու տեսա հոգնած մի կնոջ, գոգնոցով, հանգած աչքերով ու չճանաչեցի ինձ։ Հավանաբար հենց այդ ժամանակ էր սկսվեց դավաճանությունը։ Ոչ, դրան դեռ շատ կար։ Սկսվեց հուսահատությունը, լուր, աննկատ, քրոնիկ հուսահատությունը։ Երբ դու հասկանում ես, որ կյանքն անցնում է, իսկ դու դրա մեջ ստատիստ ես, ոչ թե գլխավոր հերոսուհին, նույնիսկ ոչ երկրորդ պլանի դերակատար, այլ ստատիստ, կահույք, գործառույթ, հիշում եմ մի երեկո, ես 32 տարեկան էի։ Երեխաները քնած էին, Գևորգը թերթ էր կարդում, ժամացույցը տկտկում էր, իսկ ես նստած էի սեղանի մոտ ու մտածում էի, եթե ես հիմա վեր կենամ ու գնամ որքան ժամանակ անցնա կնկատի։ 1 ժամից, 1 օրից, 1 շաբաթից։ Եվ ինձ այնքան սարսափելի թվաց, որ սկսեցի խեղդվել։ Բառացիորեն չէի կարողանում շնչել։ Խուճապային գրող, ինչպես հիմա են ասում։ Իսկ այն ժամանակ, ներվեր են, կատվախոտի թուրմ խմիր, խմեցի անցավ մինչև հաջորդ անգամ։ Երեխաները ծնվեցին մեկը մյուսի հետևից։ Արամը 56 թվին, Տաթևիկը 58-ին, Սուրենը 61-ին, երեքը 5 տարում, ես գլուխս չէի բարձրացնում։ Տակդիրներ, շիրաներ, գիշերային կերակրումներ, պոլիկլինիկաներ, մսուր, մանկապարտեզներ։ Գևորգն աշխատում էր մինչև ուշ գալիս էր, ուտում ընթրիքը, նայում դրատվությունը, պարկում քնելու, հանգստյան օրերին, ավտոտնակ, մեքենա, ձկնորսություն ընկերների հետ։ Երեխաները նրան տեսնում էին առավոտյան ու երեկոյան։ Ես նրան տեսնում էի, դե մոտավորապես նույնքան։ Մենք ապրում էինք կողք կողքի, բայց ոչ միասին, որպես երկու գնացք, որոնք ընթանում են զուգահեռ գծերով, նույն ուղղությամբ, նույն արագությամբ, բայց երբեք չեն հատվում։ Ես նրա համար սպաս էի եփում, նա ինձ համար ծորակներ սարքում։ Ես արդուկում էի նրա շապիկները, նա աղքներ թափում։ Ամեն ինչ ըստ ժամանակացույցի, ամեն ինչ ըստ պարտականությունների։ Այս ամենի մեջ ոչ մի սեր չկար։ Կար սովորություն, կար կառույց, կար խորհրդային ամուսնություն։ Ճիշտ օրինակելի։ Երբեմն երեկոյան, երբ երեխաները քնում էին, ու Գևորգը տարվում էր իր հեռուստացույցով, ես նստում էի խոհանոցում ու նայում պատուհանից դուրս։ Այնտեղ քաղաքի լույսերն էին, մեքենաները գնում էին ինչ-որ տեղ, մարդիկ քայլում էին մայթով։ Եվ ես մտածում էի, ինչ-որ տեղ չէ, որ կա ուրիշ կյանք։ Ինչ-որ տեղ չէ, որ մարդիկ ծիծաղում են, գրկախառնվում, խոսում միմյանց հետ ոչ միայն անդորագրերի ու կարտոֆիլի մասին։ Թե ոչ, թե բոլորի մոտ է այդպես։ Ես մի անգամ հարցրի մորս, գնացի նրա մոտ, նստեցի սեղանի շուրջ ու հարցրի. «Մամ, իսկ դու պապային սիրում ես»։ Նա ինձ նայեց խենթի պես։ «Այս ինչ հարցեր են»։ «Անահիտ, իհարկե սիրում եմ, մենք չէ որ 25 տարի միասին ենք»։ «Ոչ, մամ, ես դրա մասին չեմ։ Դու նրան սիրում ես»։ «Քեզ նրա հետ լավ է»։ Նա լռեց, հետո ասաց. «Անահիտ, լավն այն է, երբ չի ծեծում, չի խմում եւ աշխատավարձը տուն է բերում։ Մնացածը հորինվածք են»։ «Այդպես»։ Մնացածը հորինվածք են։ Սեր, գիրք, քնքշանք, ըմբռնում, ամենը հորինվածք են։ Ապրիր ու ուրախացիր, որ չի ծեծում։ Ես տուն վերադարձա ու 3 օր լուռ լաց էի լինում լոգարանում, մինչ ջուրը հոսում էր, որպեսզի ոչ ոք չլսի, որովհետև լավ կանայք չեն լացում։ Լավ կանայք ուրախանում են։ Առաջին անգամը տեղի ունեցավ, երբ ես 36 տարեկան էի։ Ես այն ժամանակ գրադարանում էի աշխատում, ընդունվել էի, երբ Սուրենս դպրոց գնաց։ Էլ չէի կարողանում տանը նստել, խեղդվում էի։ Գրադարանում լուռ էր, հանգիստ թղթի ու հին գրքերի հոտ էր գալիս։ Ինձ դուր էր գալիս։ Այնտեղ աշխատում էր Պետրոս Արամին, պոլիտեխնիկի դասախոս, գալիս էր ամբիոնի համար, գրքեր տանելու։ Մոտ 45 տարեկան, ինտելիգենտ, մեղմ ձայնով ու ուշադիր աչքերով։ Նա դասական իմաստով գեղեցիկ չէր, ցածրահասակ էր, փոքր ինչ կեր, ճաղատացող, բայց նա մի բան կարողանում էր անել, ինչը Գևորգը չէր կարողանում։ Նա լսել գիտեր, մենք պատահաբար զրույցի բռնվեցինք։ Նա խնդրեց ինչ-որ թեմայով գրականություն ընտրել։ Ես օգնեցի, մենք սկսեցինք խոսել գրքերից,
կյանքից, ինչ որ կենցաղային, ու միևնույն ժամանակ խորը բաների մասին։ Նա հարցնում էր իմ կարծիքը եւ դա այնքան անսովոր էր, որ գլուխս պտտվեց։ Իմ կարծիքը, իմ միտքը, ոչ թե ինչ կա ընթրիքին ու որտեղ են մաքուր շապիկները։ Իսկ դուք ինչ եք մտածում, Անահիտ Խաչատուրի։ Ես մտածում էի, պարզվում է, ես մտածում էի։ Պարզվում է, ես մտքեր ունեի, գաղափարներ, հայացքներ իրերի վերաբերյալ։ Պարզապես դրանք պատմելու մարդ չկար։ Գևորգը չէր հարցնում։ Երեխաները փոքր էին, ընկերուհիները միայն բաղադրատոմսեր ու բամբասանքներ էին քննարկում։ Իսկ այստեղ մի մարդ, որը նայում է քեզ ու սպասում, թե ինչ կասես։ Կարծես դա կարևոր է, կարծես դու կարևոր ես։ Մենք հանդիպում էինք գրադարանում ամեն 5 շաբթի, հետո սկսեցինք մնալ փակվելուց հետո։ Հետո մի օր նա ինձ թեյի հրավիրեց իր աշխատասենյակ Պոլիտեխնիկում։ Ես գնացի եւ ամեն ինչ եղավ։ Ոչ հանկարծակի, ոչ հարբած, ոչ պատահաբար աստիճանաբար, գիտակցաբար, անխուսափելիորեն, ինչպես ձնահոսքը, որը սկսվում է մեկ փաթիվից։ Հետո արդեն տանը ես անքում պարկած մտածում էի. ինչ արեցի, ինչ էր լինելու հիմա։ Իսկ ոչինչ էլ չի լինի։ Առավոտյան կվերկենամ, նախաճաշ կպատրաստեմ, երեխաներին դպրոց կճանապարհեմ։ Գևորգը գործի կգնա։ Ամեն ինչ սովորականի պես կլինի, ոչինչ չի փոխվի։ Եվ դրանից էլ ավելի սարսափելի էր, որովհետև նշանակում է, կարելի է, նշանակում է, աշխարհը չի կործանվի, նշանակում է կարելի է կրկնակի կյանքով ապրել, եւ ոչ ոք չի նկատի, որովհետև բոլորի համար միևնույնն է, ոչ, սխալ է, ոչ բոլորի համար է միևնույնը, պարզապես ոչ ոք չի նայում, Գևորգն ինձ չէր նայում, երեխաները փոքր էին, նրանք դրանով չէին հետաքրքրվում, ընկերուհիներս զբաղված էին իրենց խնդիրներով, ես անտեսանելի էի, եւ այդ անտեսանելիության մեջ կարելի էր անել ինչ ուզես, թեկուզ դավաճանել, թեկուզ լացել, թեկուզ դատարկության մեջ գոռալ, ոչ ոք չի լսի։ Ահա այս անտեսանելիության զգացումներ հավանաբար ամենակործանարարը։ Ավելի վատ, քան միայնությունը, ավելի վատ, քան չսիրված լինելը։ Երբ դու անտեսանելի ես, դու որպես ուրվական քայլում ես քո տնով, եփում ես, մաքրում ես, ինչ որ բան ես ասում, իսկ դու չկաս, դու ֆոն ես աղմուկ պաստար պատի վրա։ Եվ երբ հայտնվում է մեկը, ով քեզ տեսնում է, դու գնում ես նրա մոտ ինչպես թիթեռը, դեպի լույսը, անգամ իմանալով, որ կարող ես այրվել, անգամ իմանալով, որ դա սխալ է, որովհետև տեսաների լինելը նման է շնչերուն այն բանից հետո, երբ քեզ ջրի տակ էին պահում։ Դու օդ ես կուլ տալիս ու չես կարողանում կանգ առնել։ Ես 36 տարեկան էի եւ կյանքումս առաջին անգամ զգացի, որ ես կին եմ։ Ոչ կին, ոչ մայր, ոչ գործառույթ, այլ կին։ Կենթանի, ցանկալի, հետաքրքիր ինչ-որ մեկի համար։ Դա նման էր մութ սենյակից արևի տակ դուրս գալուն, 10 տարի անց, հիշում եմ, առաջին անգամն այնքան վառ էր, կարծես 3 լիներ։ Մենք նրա աշխատասենյակում էինք, նա կողպեց դուռը։ Ես կանգնած էի ու չգիտեի, ուր դնել ձեռքերս, դողում էի։ Նա մոտեցավ, բռնեց ձեռքերս ու ասաց. Անահիտ Խաչատուրի, դուք դողում եք։ Ես ասացի, ես վախենում եմ։ Նա ասաց, ես նույնպես ու ժպտաց։ Եվ այդ ժպիտից, այն բանից, որ նա էլ է վախենում, որ մենք երկուսս էլ երեխաների պես վախենում ենք, ես հանգստացա։ Հետո մենք պարկած էինք նրա բազմոցին, անհարմար, նեղ ճկված, եւ նա ինձ պատմում էր աստղերի մասին, այն մասին, որ հեռավոր աստղերից լույսը մեզ է հասնում, միլիոնավոր տարիներ անց, որ մենք տեսնում ենք դրանք այնպիսին, ինչպիսին նրանք անցյալում էին, ինչպես մարդիկ, ասաց նա։ Մենք էլ ենք միմյանց տեսնում ուշացումով։ Երբեմն տարիներ են պետք իսկապես տեսնելու համար։ Ես մտածում էի, ահա մարդ, ով այսպիսի բաներ է ասում, իսկ տանը ինչ կա ընթրիքին ու որտեղ են գուրբաներս։ Միթե կարելի է համեմատել, բայց համեմատելն անազնիվ էր, ու ես դա հասկանում էի։ Պետրոսն ինձ ցույց էր տալիս իր լավագույն կողմը, հետաքրքիր, քնքուշ, ուշադիր, իսկ Գևորգը ցույց էր տալիս ամբողջը, առավոտյան չսափրվածությամբ, աշխատանքից հետո գրգռվածությամբ, խրմփոցով ու թերթով։ Ռոմանտիկան միշտ պարտվում է կենցաղին, որովհետև կենցաղը ճշմարտություն է, իսկ ռոմանտիկան ներկայացում, որը երկուսն էլ խաղում են, քանի դեռ իրենց հարմար է։ Ես դա հասկանում էի ու միևնույն է գնում էի Պետրոսի մոտ ամեն 5 շաբթի, որովհետև կենցաղում ես խեղդվում էի, իսկ ներկայացման մեջ շնչում էի։ Պետրոս Արամիի հետ մենք հանդիպեցինք 2 տարի։ Գաղտնի 5 շաբթի օրերին, երբեմն 3 շաբթի։ Նրա աշխատասենյակում, երբեմն նրա ընկերոջ բնակարանում, ով գործուղման էր գնում, մենք սիրահարված չէինք այնպես, ինչպես կինոյում։ Դա ուրիշ էր, ջերմություն, զրույցներ, քնքշանք, զգացողություն, որ դու գոյություն ունես, որ քեզ տեսնում են։ Նա ինձ պատմում էր ֆիզիկայի մասին, աստղերի մասին, տիեզերքի մասին։ Ես լսում էի ու զգում էի, թե ինչպես է ուղևս արթնանում։ Կարծես 10 տարի քնած էր ու հանկարծ միացավ։
Ինձ հետաքրքիր էր ապրել։ Առավոտյան ես վեր էի կենում ու ուզում էի վեր կենալ։ Ոչ թե պարտականությունից դրդված, այլ որովհետև առջևում օր կար, որում ինչ-որ բան էր կատարվում ինձ համար։ Տանը ես կատարյալ կին էի, ավելի կատարյալ, քան նախկինում։ Սպասն ավելի համեղ էր, շապիկներն ավելի ճերմակ, ժպիտն ավելի լայն։ Գևորգը ոչինչ չէր նկատում կամ ձևացնում էր, թե չի նկատում։ Ով գիտի, 2 տարի անց Պետրոս Արամին տեղափոխվեց այլ քաղաք, փոխադրվեց Ամբիոն Վանաձորում։ Մենք հրաժեշտ տվեցինք հանգիստ, առանց արցունքների, առանց դրամաների։ Նա ասաց. Անահիտ Խաչատուրի, դուք զարմանալի կին եք։ Ես ասացի. շնորհակալություն։ Եվ վերջ նա գնաց, ես մնացի։ Եվ այստեղ ամենակարևորը, ես մեղքի զգացում չունեի, չէի զգում։ Հիմա երբ ես սա ասում եմ, դուք հավանաբար մտածում եք. հրեշ անխիղճ, իսկ ես չէի զգում, որովհետև մեղքը գալիս է այն ժամանակ, երբ դու ինչ-որ բան ես խլում, ուրիշ մարդուց, իսկ ես Գևորգից ոչինչ չէի խլում։ Ես խլում էի դատարկությունից, այն դատարկությունից, որը մեր միջև էր։ Նա ինձ չէր տալիս այն, ինչ տալիս էր Պետրոսը։ Ոչ թե չէր ուզում, այլ չէր կարողանում։ Իսկ ես չէի խնդրում, որովհետև նույնպես չէի կարողանում։ Դրանք երկու զուգահեռ աշխարհներ էին։ Աշխարհը Գևորգի հետ կենցաղ, պարտականություններ, լռություն, աշխարհը Պետրոսի հետ, զրույցներ, ծիծաղ, ջերմություն։ Մեկը մյուսին չէր խանգարում, այդպես էր ինձ այն ժամանակ թվում։ Պետրոսից հետո ընդմիջում եղավ 5 տարի, ես ապրում էի առաջվա պես, տուն, աշխատանք, երեխաներ, ամեն ինչ նորմալ էր, ամեն ինչ հանգիստ էր։ Իսկ հետո հայտնվեց Սիմոնը։ Ես 43 տարեկան էի։ Սիմոնը վարորդ էր մեր բազայում, ուր ես տեղափոխվել էի գրադարանից։ Հասարակ տղամարդ, ոչ ինտելիգենտ, բայց ուրախ կենսուրախ, այնպիսի քրքիջով, որ ապակիները դողում էին, եւ ձեռքերով, որոնք, լավ չասեմ, Սիմոնի հետ այլ էր, ոչ թե զրույցներ ու գրքեր, այլ կյանք ինչ-որ հողևան, փոքր-ինչ կոպիտ, իսկական։ Նա ինձ քաշքշում էր շուկա, ձմերուկ ընտրելու, քաղաքից դուրս դաշտում, մեքենա վարել էր սովորեցնում, անեկդոտներ էր պատմում, որոնցից ես մինչև ականջներս կարմրում էի։ Նրա հետ ես ծիծաղում էի այնպես, ինչպես երբեք չէի ծիծաղել, բարձրաձայն, մինչև արցունքներ, մինչև զգրտոց։ Նա այն տղամարդկանցից էր, ովքեր լցնում են իրենցով ողջ տարածությունը։ Կմտներ ու սենյակը կարծես արևով ողողվեր։ Այնպիսի էներգիա, այնպիսի կյանք էր բուրում նրանից, որ նրա կողքին անհնար էր մեռած մնալ։ Հիշում եմ, մի անգամ նա ձմերուկ բերեց, հսկայական, մի 15 կիլոգրամանոց, բերեց ուղիղ ինձ մոտ, աշխատավայր, դրեց սեղանին ու ասաց. Անահիտ Խաչատուրի, սա ձեզ է, քաղցր է, ինչպես դուք ու աչքով արեց։ Գործընկերներս քիչ էր մնում աթոռներից ընկնեին, իսկ ես կանգնած էի ու չգիտեի ծիծաղել թե լացել, որովհետև Գևորգը 15 տարվա ամուսնության ընթացքում ինձ ոչ մի անգամ ձմերուկ չէր բերել, ոչ էլ ծաղիկներ, ոչ կոնֆետներ, ոչինչ, ոչ թե որովհետև ժլատ էր, այլ որովհետև նրա մտքով չէր անցնում, որ կնոջը նման բաներ են պետք, որ կինը պետք է իրեն յուրահատուկ զգա, գոնե երբեմն։ Սիմոնի հետ մենք քաղաքից դուրս էինք գնում, նրա երազ ով, հին մեքենայով, հին զնգզնգացող, հատակին անցք ունեցող, որի միջից ճանապարհն էր երևում։ Նա քշում էր գյուղական ճանապարհներով։ Ես ճչում էի ու բռնվում դրան բռնակից, իսկ նա քրքջում էր ու գոռում. Ամուր բռնվիր Անուլ, սխալ մարդու ես հանդիպել։ Անուլ ոչ ոք ինձ այդպես չէր անվանում։ Բոլորի համար Անահիտ Խաչատուրի, Գևորգի համար Անահիտ չոր, պաշտոնական, իսկ Սիմոնի համար Անուլ։ Եվ այս Անուլի մեջ այնքան ջերմություն կար, այնքան կյանք, այնքան դկտի քնքշություն, որ սիրտս ամեն անգամ թրջում էր։ Մենք կանգ էինք առնում գետի մոտ, փռում էինք վերմակը, երշիկով բուտերբրոդ էինք ուտում ու շշից գոլ գարեջուր խմում, եւ խոսում էինք։ Սիմոնը գրքեր չէր կարդում, բանաստեղծություններ չգիտեր, բայց նա կյանքը գիտեր։ Նա պատմում էր մարդկանց մասին, ում տեղափոխում էր, ղեկավարի մասին, որը գողանում է պահեստից, հաշվապահի մասին, ով սիրահարված է տնտեսվարին, Պահակ Քերիմիշայի մասին, ով գիշերները խմում է ու խոսում իր կնոջ դիմանկարի հետ, ով մահացել էր 5 տարի առաջ։ Սովորական պատմություններ, բայց նրա պատմելով ծիծաղելի տխուր կենդանի։ Ես լսում էի ու մտածում էի. ահա կյանքը, իսկական։ Ոչ թե թերթերում, ոչ հեռուստացույցում, այլ այստեղ, այս պատմությունների մեջ, այս գարեջրի մեջ, այս գետում, այս տղամարդու մեջ, ով քրքջում է ու հաց փշրում բադերի համար, բարձրաձայն մինչև արցունքներ ու զգրտոց։ Սա տևեց 1.5 տարի, հետո նա ամուսնացավ, գտավ մի երիտասարդ 30-ամյա աղջկա։ Ես չնեղացա, մենք էլ միմյանց ոչինչ չէինք խոստացել, պարզապես բաժանվեցինք։ Հետո եղավ Օնիկը, ես 51 էի, նա 47։ Ինժեներ հարևան գործարանում, հանգիստ, մտախոհ, ամուսնացած։ Մենք հանդիպում էինք նրա ամառանոցում,
Քաղաքից դուրս, շաբաթը մեկ անգամ, շաբաթ օրերին մինչ Գևորգը ձկնորսության էր, 2 տարի։ Հետո նրա կինն իմացավ, սկանդալ եղավ, նա դադարեցրեց։ Օնիկի հետ ուրիշ էր, ոչ ռոմանտիկա կար, ոչ գիրք, ավելի շուտ սովորություն։ Մենք հանդիպում էինք շաբաթ օրերին, որպես աշխատանքի։ Գալիս էինք, ժամանակ անցկացնում, բաժանվում առանց ավերորդ խոսքերի, առանց խոստումների, առանց դրամաների։ Նա ամուսնացած էր, ես ամուսնացած էի, մենք երկուսս էլ հասկանում էինք կանոնները։ Բայց մի պահ նրա հետ ես ընդմիշտ հիշեցի։ Մի անգամ իր ամառանոցում նա հարցրեց. «Անահիտ, իսկ դու երջանիկ ես»։ Ես մտածեցի ու անկեղծ պատասխանեցի. «Չգիտեմ, չեմ հիշում, թե դա ինչպես է երջանիկ լինելը։ Համոզված չեմ, որ ընդհանրապես երբևէ եղել եմ»։ Նա ինձ երկար նայեց, հետո ասաց. «Սա ամենատխուր բանն է, որ երբևէ լսել եմ»։ Եվ նա իրավացի էր։ Սա իսկապես ամենատխուրն է, երբ մարդը 51 տարեկանում չի հիշում, թե ինչ է երջանկությունը։ Ոչ թե որովհետև կյանքը սարսափելի էր։ Ոչ, երեխաներն առողջ են, տանիք կա գլխավերևում, ուտելիք կա սեղանին, ամուսինը չի ծեծում, բոլոր արտաքին նշաններով լավ կյանք է, իսկ ներսում դատարկ է։ Ինչպես գեղեցիկ տուն, առանց կահույքի։ Պատեր կան, պատուհաններ կան, բայց ապրելու բան չկա։ Երբ Օնիկի կինն իմացավ, իսկ նա իմացավ հարևանուհուց, ով տեսել էր, թե ինչպես եմ ես մտնում նրանց ամառանոց, սկանդալը լուր էր, բայց կոշտ։ Օնիկը զանգեց ինձ ու ասաց մի նախադասություն. «Անահիտ, կներես, բայց այլևս չեմ կարող»։ Եվ անջատեց հեռախոսը։ Վերջ, 2 տարի։ Մեկ նախադասություն ուզում էր ներ։ Ես չնեղացա, ես հասկանում էի, նա ընտանիք ունի, երեխաներ, հեղինակություն, իսկ ես ով էի։ Շաբաթօրյա սովորություն, որը կարելի է չեղարկել մեկ զանգով։ Հետո եղավ Անդրանիկը, ամենաերկար սիրավեպը, 4 տարի։ Ես 57 էի, նա 62։ Կնոջը կորցրեց նախկին զինվորական։ Անդրանիկի հետ ամենամոտն էր նրան, ինչը սեր են անվանում։ Մենք գնում էինք քաղաքից դուրս, զբոսնում էինք անտառում։ Նա ինձ համար բարձրաձայն բանաստեղծություններ էր կարդում, Տերյան, Չարենց, Սևակ։ Ես կյանքումս առաջին անգամ ինձ իսկապես երջանիկ էի զգում։ Անդրանիկը, ահա նրա մասին ինձ համար ամենադժվարն է խոսել, որովհետև նրա հետ իսկականն էր։ Ոչ ինտրիգ, ոչ արկած, ոչ փախուստ միայնությունից։ Նրա հետ այն էր, ինչը երևի կոչվում է սեր, այն նույնը, որի մասին ես երազում էի 14 տարեկանում։ Թումանյանի հատորյակը ձեռքիս քնելիս, մենք ծանոթացանք թաղման ժամանակ։ Ծիծաղելի է, չէ՞, թաղում էինք ընդհանուր ծանոթի, Գևորգի նախկին գործընկերոջը։ Հոգեհաց, ճաշարան, օղի, մայրաքաղաքային աղցան։ Անդրանիկը նստած էր դիմացս, ալեհեր, զինվորական կեցվածքով, այնպիսի տխուր աչքերով, որ ինձ ուզում էր վեր կենալ ու գրկեր նրան հենց հոգեհացի սեղանի շուրջ։ Մենք զրույցի բռնվեցինք դրսում, երբ ծխում էինք, ավելի ճիշտ, նա ծխում էր, իսկ ես պարզապես կանգնած էի կողքին, օդ էի շնչում, որովհետև ներսում շնչահեղձ էի լինում, օղուց և կեղծ արցունքներից։ Նա հարցրեց. «Դուք ևս հոգնել եք այս ամենից»։ Ես գլխով արեցի, նա ժպտաց. «Եկեք պարզապես լուր կանգնենք»։ Եվ մենք լուր կանգնեցինք, մոտ 10 րոպե։ Եվ դա իմ կյանքի լավագույն լռությունն էր։ Ոչ դատարկ, ոչ ծանր, այ լեցուն։ Կարծես մենք արդեն ամեն ինչ միմյանց ասել էինք։ Անդրանիկի հետ մենք զբոսնում էինք այգում, զբոսայգում, քաղաքից դուրս, անտառում։ Նա ինձ համար սևակ էր արտասանում անգիր, իր խռպոտ զինվորական ձայնով։ Ես սովորեցի պարզ ու իմաստուն ապրել, նայել, երկնքին ու աղոթել Աստծուն, եւ ինձ մոտ արցունքներ էին հոսում, որովհետև դրանք իմ բանաստեղծություններն էին, այն նույն, որոնք ես կարդում էի 15 տարեկանում ու մտածում էի. ահա, ինչ որ մեկը հասկանում է, ինչ որ մեկը զգում է ճիշտ այնպես, ինչպես ես։ Եվ ահա 40 տարի անց կողքից կանգնած է մի մարդ ու կարդում է ինձ համար այդ տողերը։ Եվ ես զգում եմ նույնը, ինչ զգում էի 15 տարեկանում։ Նույն թրթիռը, նույն գլխապտույտը, նույն անհնարին քաղցր կարոտը։ Անդրանիկի հետ քնքուշ էր, իսկապես քնքուշ։ Նա համբուրում էր իմ ձեռքերը, ամեն մատս, ամեն կնճիռս, ասում էր. «Դու բանվորուհու ձեռքեր ունես, գեղեցիկ ձեռքեր»։ Ես ծիծաղում էի, ինչ գեղեցիկ։ 57 տարվա լվացք ու եփած թափած։ Իսկ նա լրջորեն հենց դրա համար էլ գեղեցիկ են, որովհետև ապրել են։ Երբ նա մահացավ, ես մտածում էի, որ ես էլ կմեռնեմ, ոչ թե վշտից, այլ դատարկությունից։ Կարծես ինչ որ մեկն իմ միջից հանեց ամեն ինչ տակ ու թողեց միայն կեղևը։ Ես նրա գերեզմանին էի գնում, ամեն շաբաթ օր։ Ծաղիկներ էի տանում, մեխակներ։ Նա մեխակներ էր սիրում, կանգնում ու խոսում էի նրա հետ կամաց, որ ոչ ոք չլսի։ Գևորգը մտածում էր, թե ես շուկա եմ գնում։ Ես իսկապես հետո մտնում էի շուկա, ինչ որ բան էի գնում, որպեսզի ալիբի ունենամ։ Այդպես,
անգամ սգում էի գաղտնի, անգամ դա էր ոչ իսկական, ոչ բացահայտ, ամբողջ կյանքս ստվերում, ամբողջ կյանքս գաղտնի։ Երբ ես 61 տարեկան էի, Անդրանիկը մահացավ, ինֆարկտ ինչպես եւ իմ Գևորգը։ Հետո 20 տարի անց մեր երկրում տղամարդիկ չգիտեն երկար ապրել, չեն խնայում իրենց բժիշկների չեն գնում։ Ամեն ինչ կուտակում են ներսում, եւ սիրտը չի դիմանում։ Անդրանիկից հետո ոչ ոք 32 տարի մենակ, ավելի ճիշտ, ոչ մենակ, Գևորգի հետ։ Նա ապրեց մինչև 83, մահացավ հանգիստ, քնի մեջ։ Ես նրան գտա առավոտյան, պարկած էր քնածի պես, միայն արդեն սառը։ Ես նստեցի նրա կողքին մոտ 20 րոպե, նախքան զանգահարելը։ Ոչ թե որովհետև շփոթվել էի, այլ որովհետև ուզում էի նրա հետ վերջին անգամ լինել երկուսով, ինչպես մենք երկուսով եղել էինք 57 տարի։ Ես նայում էի նրա դեմքին, հանգիստ հարթված, առանց հոնքերի միջև այն հավերժական կնճիռի, որն առաջանում էր, երբ նա ինչ-որ բանից դժգոհ էր։ Քնի մեջ նա գեղեցիկ էր, գրեթե երիտասարդ։ Ես հիշեցի, թե ինչ տեսք ուներ 54 թվին, երբ մենք ամուսնացանք հաղթանդամ, բեղերով, այդ հրամանատարական ձայնով։ Եվ ահա նա պառկած է, հանգիստ, վերջապես հանգիստ, ոչ թե ինքնամփոփությունից, այլ խաղաղությունից։ Ես շոյեցի նրա ձեռքն ու ասացի. «Գևորգ, ներիր ինձ, կյանքումս առաջին անգամ», ասացի բարձրաձայն։ Նա իհարկե չլսեց, կամ լսեց ով գիտի։ Բայց ինձ պետք էր դա ասել ինձ համար։ Երեխաները եկան 1 ժամից։ Արամը, Տաթևիկը, նույնիսկ Սուրենս Գերմանիայից թռավ 2 օր անց։ Թաղումը գեղեցիկ էր, շատ մարդիկ, շատ ծաղիկներ։ Գևորգին հարգում էին աշխատավայրում, ընկերները սիրում էին։ Հարևաններն ասում էին. լավ մարդ էր։ Եվ դա ճշմարտություն է, նա լավ մարդ էր։ Պարզապես լրակյաց, պարզապես փակ, պարզապես ոչ այն մարդը, ով ինձ էր պետք, կամ այն էր, բայց ես չտեսա։ Թաղումից հետո ես մենակ մնացի, իսկապես մենակ։ 57 տարվա մեջ առաջին անգամ բնակարանում։ Լռությունն անսովոր չէր, այլ խլացնող էր։ Ես միացնում էի ռադիոն, որ գոնե ինչ-որ մեկը խոսի։ Սովորության համաձայն ապուր էի եփում 2-ի համար, իսկ հետո կեսը թափում էի, որովհետև ուտող չկար։ Առաջին տարին առանց նրա տարօրինակ էր։ Ես թեթևացում էի ակնկալում, մտածում էի, ահա հիմա ես ազատ եմ, հիմա կարող եմ ապրել ինչպես ուզում եմ։ Բայց պարզվեց, որ ազատությունը դատարկ է։ Երբ կողքիդ մարդ չկա, անգամ եթե այդ մարդը լռել է 57 տարի, դատարկությունը գոռում է ցանկացած խոսքից բարձր։ Եվ ես հասկացա, ես սիրում էի նրան, յուրովի ծուրումուռ դավաճանություններով ու ստով, բայց սիրում էի։ Ինչպես կարելի է չսիրել մի մարդու, ում հետ մի ամբողջ կյանք ես ապրել, ում հետ 3 երեխա ես ունեցել, ում հետ վերապրել ես սոված տարիները, տեղափոխությունները, հիվանդությունները, ծնողների մահը, թոռների առաջին քայլերը։ Դա սեր չէ վեպերից, դա սեր է կյանքից։ Ծանր, ոչ գլամուրային, լրակյաց, բայց իսկական։ Եվ գիտեք ինչ, ես լաց էի լինում, իսկապես լաց էի լինում։ Ոչ թե սովորության համաձայն, ոչ հանուն պատշաճության։ Իսկապես, որովհետև նա իմ ամուսինն էր։ 57 տարին դա ավերին է, քան սերը, ավերին է, քան գիրքը, ավերին է, քան այն ամենը, ինչի ես ունեցել եմ մյուսների հետ։ Դա կյանք է, ամբողջական, լիարժեք, իսկական կյանք։ Տոլմայով, տակդիրներով, ծորակներով ու հեռուստացույցով, լռությամբ ու սովորությամբ, մեր կյանքը, եւ այն նշանակություն ուներ։ Ահա թե ինչ եմ ես ուզում, որ դուք հասկանաք։ Ես չեմ զղջում Գևորգի հետ ամուսնությանս համար, չեմ զղջում ոչ մի օրվա համար։ Այո, նա իմ երազանքի տղամարդը չէր։ Այո, ինձ միայնակ է զգում։ Այո, ես ջերմություն էի փնտրում կողքից, բայց նա իմ ամուսինն էր, երեխաներիս հայրը, մի մարդ, որը 57 տարի ամեն առավոտ նստում էր իմ դիմաց սեղանի շուրջ, որը լուր սարքում էր ծորակը գիշերվա ժամը, 2-ին, երբ այն կաթում էր, որը մի անգամ, երբ ես հիվանդ էի թոքաբորբով ու պառկած էի 40 ջերմությամբ, 3 օր չքնեց, նստեց կողքիս, փոխում էր թռչոցն ու ջուր էր տալիս։ 3 օր առանց խոսքի։ Ես հիշում եմ, ինչպես աչքերս բացեցի 3-րդ օրը, իսկ նա նստած է անկողնուս կողքին բազկաթոռին, չսափրված, աչքերի տակ շրջանակներով ու նայում է ինձ։ Եվ նրա աչքերում վախ կար, իսկական, կենդանական վախ։ Նա վախենում էր, որ ես կմեռնեմ։ Այս փակ, լրակյաց, քարե մարդը վախենում էր ինձ կորցնել։ Նա չէր կարող դա բառերով ասել, բայց նա կարող էր 3 օր նստել առանց քնի, եւ դա ավելի ուժեղ էր ցանկացած խոսքից։ Այն ժամանակ ես հասկացա, Գևորգն ինձ սիրում է յուրովի լուր, անճոռնի, բայց սիրում է։ Պարզապես նրա սերն այնպիսի տեսք չուներ, ինչպես ես էի դա պատկերացնում։ Ոչ թե ինչպես վեպերում, բանաստեղծություններով, գրկախառնություններով, մինչև առավոտ զրույցներով, այլ որպես սարքած ծորակ, որպես 3 օր անքում գիշեր, որպես 57 տարի կողքիդ,
ամեն օր առանց բարերի, բայց կողքիդ։ Եվ ես հարցնում եմ ինքս ինձ, արդարացի էի արդյոք նրա հանդեպ։ Ոչ, չէի, ես փնտրում էի այն, ինչ նա չէր կարող տալ, փոխանակ տեսնելու այն, ինչ նա տալիս էր։ Ես համեմատում էի նրան այն տղամարդկանց հետ, ովքեր ինձ ցույց էին տալիս միայն իրենց լավագույն ճակատը։ Իսկ նա ցույց էր տալիս ամեն ինչ առանց ֆիլտրերի ու պարտվում էր այդ համեմատության մեջ, որովհետև ճշմարտությունը միշտ պարտվում է գեղեցիկ ստին։ Սա հավանաբար իմ կյանքի ամենադառը դասն է։ Չես գնահատում ունեցածդ, կկորցնես։ Ես չկորցրեցի Գևորգին, բայց ես կորցրեցի այն 57 տարիները, որոնք կարող էին այլ լինել։ Եթե ես նրան ուրիշ աչքերով նայեի, եթե խոսեի, եթե խնդրեի, եթե չթաքցնեի ամեն իսկական բան, ինչպես ինձ սովորեցրել էին մանկության տարիներին։ Ահա ձեզ լռության գինը, ահա ձեզ ճիշտ, դաստիարակության գինը, ահա ձեզ ոսկե աղջկա գինը։ Եվ եւս մի բան, որն ինձ հանգիստ չի տալիս։ Ահա այս կանայք, իմ ընկերուհիները, հարևանուհիները, գործընկերուհիները, նրանք չէ որ բոլորն այդպես են ապրել, բոլորը լուռը, համբերատար իրենց ճիշտ ամուսնությունների մեջ։ Եվ ես վստահ եմ, միայն ես չէ որ դավաճաներ եմ, պարզապես մյուսները լռում են։ Ինչպես ես եմ լռել 60 տարի։ Հիշում եմ, մեր աշխատավայրում կար Նունե Իլիչի անունով մի կին, հաշվապահ, խիստ, ակնոցներով, մազերը հարթ սանրած, կիսաշրջազգեստը մինչև ծնկները, օրինակելի խորհրդային կին։ Մենք բոլորս մտածում էինք, այ ով է ապրում կանոններով։ Իսկ հետո պարզվեց, որ նա 15 տարի հանդիպում էր արտադրամասի պետի հետ։ 15 տարի եւ ոչ ոք չգիտեր, դե բացի նրանցից, ովքեր գիտեին ու լռում էին ինչպես բոլորը։ Կամ հարևանուհի Հասմիկը, 3 անգամ ամուսնացած, բոլորին ասում էր, թե ամուսինները չհամապատասխանեցին, իսկ իրականում ամեն անգամ հեռանում էր ուրիշի մոտ։ Փնտրում էր այն, ինչ չէր գտնում՝ ջերմություն, ուշադրություն, կյանքի զգացողություն։ Կամ իմ քույր Զարիկը, այն ամենահամարձակը, ով համբուրվում էր մարագի հետևում։ Նա ի դեպ իդեալական ամուսնություն ունեցավ, 40 տարի նույն մարդու հետ, առանց դավաճանությունների, առանց սկանդալների։ Գիտեք ինչու։ Որովհետև նա հենց սկզբից խոսել գիտեր ասել, ինձ այսպես դուր է գալիս, իսկ այսպես դուր չի գալիս, եւ Վիգեն, դու հիմար ես, բայց ես քեզ սիրում եմ։ Գիտեր լինել իսկական ինքը, առանց դիմակների, իսկ ես ոսկի Անահիտս չգիտեի եւ վճարեցի դրա համար ամբողջ կյանքումս։ Գաղտնի հանդիպումներով, ստով, կրկնակի կյանքով, մեղքի զգացումով ու ամոթով։ Թանկ գին ճիշտ դաստիարակության համար, ճիշտ է։ Հիմա կասեմ այն հանուն, որի պատմեցի այս ամենը։ Ոչ շոկի համար, ոչ նրա համար, որ դուք աղ քաշեք ու մեկնաբանություններում գրեք, ինչպիսի սարսափ է, այ հանուն, մեկ այլ բանի։ Ես 93 տարի եմ ապրել ու այս տարիների ընթացքում հասկացել եմ մի քանի բան, որոնք ուզում եմ թողնել ձեզ, որպես եկտող, որպես ուղերձ։ Գուցե ինչ-որ մեկին պետք գա։ Առաջինը, դավաճանությունը երբեք ուրիշ մարդու մասին չէ, այն միշտ ներքին դատարկության մասին է։ Ես չէի դավաճանում Գևորգին այն պատճառով, որ չէի սիրում նրան։ Ես դավաճանում էի, որովհետև նրա կողքին ես դադարում էի գոյություն ունենալ։ Ես վերածվում էի ստվերի, սպասարկող գործառույթի, կահույքի։ Եվ երբ հայտնվում էր մեկը, ով իմ մեջ մարդ էր տեսնում, ես գնում էի նրա մոտ ինչպես ձմռանը, դեպի խարույկը, ոչ թե սիրուց, այլ ցրտից։ Եթե դուք հիմա ամուսնության մեջ եք եւ զգում եք այս ցուրտը, մի լռեք, մի արեք, այնպես ինչպես ես։ Ջերմություն մի փնտրեք կողքից։ Գնացեք ձեր մարդու մոտ եւ ասեք. Ինձ ցուրտ է, ինձ միայնակ է, ես այստեղ եմ, դու այստեղ ես, իսկ մեր միջև անապատ է։ Եկ ինչ-որ բան անենք սրա հետ։ Գուցե ստացվի, գուցե ոչ, բայց գոնե կփորձեք։ Ես չփորձեցի, ոչ մի անգամ 57 տարվա ընթացքում ես չասացի Գևորգին, ինձ միայնակ է քո կողքին, ոչ մի անգամ չասացի, խոսիր ինձ հետ, գրկիր ինձ, հարցրու, ոնց եմ։ Որովհետև մեզ այդպես էին դաստիարակել, համբերիր, լռիր, մի բողոքիր։ Եվ ես համբերում ու լռում էի, եւ ջերմություն էի գտնում, այլ տեղում եւ ապրում էի կրկնակի կյանքով, որտեղ իսկականը ոչ թե այն էր, որ տանն է, այլ այն, որը գաղտնի է հինգշաբթի օրերին ուրիշի աշխատասենյակներում ու ամառանոցներում։ Սա սխալ է, ես դա գիտեմ եւ սա ասում եմ ոչ թե արդարանալու համար, այլ նախազգուշացնելու համար։ Երկրորդ, ամուսնության մեջ լռությունը թույն է, դանդաղ, լուր, աննկատ թույն։ Ես ու Գևորգը լռում էինք 57 տարի, չէինք վիճում, չէինք կռվում։ Պարզապես լռում էինք իսկականի մասին, կարևորի մասին, նրա մասին, ինչը ներսում է։ Նա չգիտեր, որ ես սևակ եմ սիրում։ Ես չգիտեի, որ նա երիտասարդության տարիներին բանաստեղծություններ էր գրում։ Իմացա նրա մահից հետո, գտա տետրը նրա սեղանի մեջ։ Բանաստեղծություններն անճոռնի էին, անշնորհք, բայց այնքան կենդանի։ Նա գրում էր ծովի մասին, երկնքի մասին, մի կնոջ մասին, ում հանդիպել էր ինձանից առաջ։
Եվ ես նստած լաց էի լինում այդ տետրի վրա, որովհետև իմ առջև մի մարդ էր, ում ես չգիտեի։ 57 տարում չճանաչեցի։ Մենք ապրեցինք կողք կողքի եւ մեռանք որպես օտարներ։ Սա ամենասարսափելին է, որ կարող է պատահել ամուսնության մեջ։ Ոչ դավաճանությունը, ոչ սկանդալները, ոչ ապահարզանը, այլ լուր, աննկատ օտարացումը, երբ դու ապրում ես մի մարդու հետ ու չգիտես, որ նա բանաստեղծություններ է գրում։ Երրորդ. մի դատեք, սա թերևս ամենակարևորն է, երբ լսում եք, որ ինչ-որ մեկը դավաճանել է, միշտ ապեք քարեր նետել։ Դուք չգիտեք, թե ինչ կար այդ ամուսնության ներսում։ Դուք չգիտեք, թե քանի տարի է այդ մարդը լռել, համբերել, խեղդվել։ Դուք չգիտեք, թե ինչի միջով է նա անցել։ Դավաճանությունը միշտ ախտանիշ է, ոչ թե պատճառ, ախտանիշ։ Հիվանդություն հարաբերությունների մեջ, լռության մեջ, դատարկության մեջ եւ պետք է հիվանդությունը բուժել, ոչ թե նախատել ախտանիշի համար։ Ես չեմ խնդրում ինձ խղճալ, չեմ խնդրում արդարացնել։ Խնդրում եմ հասկանալ, որ մարդիկ բարդ են, որ կյանքը բարդ է, որ 93 տարեկանում, նստած այս խոհանոցում մանուշակների մեջ, ես տեսնում եմ իմ կյանքն ամբողջությամբ, որպես քարտեզ, բոլոր ճանապարհներով, բոլոր փակուղիներով, բոլոր շրջադարձերով, եւ դրանցից ոչ մեկը պատահական չէր, եւ ոչ մեկը պարզ չէր։ 4. Կինը գործառույթ չէ, նա կենդանի մարդ է, ցանկություններով, երազանքներով, տեսաների լսված, հասկացված լինելու պահանջմունքով։ Եվ եթե դուք տղամարդիկդ մտածում եք, որ բավական է աշխատավարձ բերել եւ ծորակը սարքել, դուք սխալվում եք։ Ձեր կինը լվացքի մեքենա չէ եւ խոհարար չէ։ Դա այն մարդն է, որ նստած է ձեր դիմաց սեղանի շուրջ եւ լռում է։ Եվ այդ լռության մեջ մի ամբողջ աշխարհ կա։ Հարցրեք նրան, հարցրեք, թե ինչի մասին է նա մտածում, ինչ է կարդացել, ինչ է տեսել երազում, ինչն է նրան անհանգստացնում, ինչն է ուրախացնում։ Պարզապես հարցրեք։ Գևորգը ոչ մի անգամ 57 տարվա ընթացքում ինձ չհարցրեց, թե ինչ եմ երազում տեսել։ Իսկ ես տեսնում էի այնպիսի երազներ, վար, կենդանի, խելահեղ։ Ես երազում ծովն էի տեսնում, որն առաջին անգամ իրականում տեսա 50 տարեկանում։ Տեսնում էի քաղաքներ, որտեղ երբեք չեմ եղել։ Տեսնում էի տղամարդկանց, ում սիրել եմ, եւ ես մարդ չունեի, ում հետ կարող էի կիսվել դրանով, որովհետև ամուսնուս դա հետաքրքիր չէր, իսկ ես չէի համարձակվում պարտադրել ինձ։ 5. Երբեք ուշ չես սկսել խոսել։ Ես 72 տարեկան էի, երբ առաջին անգամ փորձեցի։ Գևորգն արդեն թոշակի էր, ես նույնպես։ Երեխաները մեծացել, հեռացել էին։ Մենք երկուսով էինք մնացել, եւ ես մի երեկո ընթրիքի ժամանակ ասացի. Գևորգ, իսկ պատմիր ինձ քո մանկության մասին։ Նա ինձ նայեց այնպիսի զարմանքով, ասես չինարեն էի խոսել։ Հետո լռեց եւ պատմեց, թե ինչպես է մեծացել գյուղում, ինչպես է կովեր արածեցրել, ինչպես էր խեղդվում գետում եւ իրեն հանեց հարևանը, ինչպես էր երազում օթաչու դառնալ, բայց դարձավ ինժեներ, ինչպես էր վախենում իր մորից եւ պաշտում էր խորը, ով զոհվել էր պատերազմում։ Ես լսում էի ու չէի հավատում, 50 տարի կողք կողքի, եւ ես այս ամենի մասին ոչինչ չգիտեի, ոչինչ, այս մարդը, ում հետ ես կիսում էի մահճակալը, սեղանը, լոգարանը, ինձ համար առեղծված էր, եւ ես նրա համար նույնպես մենք սկսեցինք խոսել ուշ։ Այո, 50 տարի անց ուշ է, բայց լավ է ուշ, քան երբեք։ Նրա կյանքի վերջին 10 տարիներն ուրիշ էին։ Ոչ իդեալական, ոչ, բայց ջերմ։ Նա սկսեց ինձ պատմել աշխատանքի մասին, մարդկանց մասին, ում հիշում էր։ Ես սկսեցի նրան պատմել գրքերի, ֆիլմերի մասին, իմ մտքերի մասին։ Մենք միասին նայում էինք հեռուստացույց եւ քննարկում, ինչպես դեռահասները 70 տարեկանում։ Ծիծաղելի է գուցե, բայց դրանք մեր ամուսնության լավագույն տարիներն էին։ Եվ ես մտածում եմ, եթե մենք սկսեինք խոսել 21 տարեկանում, եթե ես այն ժամանակ առաջին գիշերվանից հետո ասեի. Գևորգ, ինձ լավ չէ, արի միասին սովորենք։ Եթե նա այն ժամանակ, երբ ես մորս հարցրի սիրո մասին, լիներ այն մարդը, ում ես կարող էի տալ այդ հարցը։ Գուցե չլիներ ոչ Պետրոսը, ոչ Սիմոնը, ոչ Օնիկը, ոչ Անդրանիկը։ Գուցե ինձ բավական լիներ մեկ մարդ, այն մեկը, ում հետ ես ապրեցի 57 տարի, բայց դա չեղավ եւ ես կրում եմ դա։ Ինչպես անբռնակ ճամփրուկ, տանելը ծանր է, գցելն անհնար։ 6. Ներեք ինքներդ ձեզ, սա հավանաբար ամենադժվար խորհուրդն է, որովհետև մեղքը կպչուն է, այն չի գնում անգամ այն ժամանակ, երբ բոլոր մասնակիցներն արդեն մահացել են։ Այն նստած է քո մեջ փշի պես, եւ ցավում է գիշերները, երբ չես կարողանում քնել։ Ես շատ տարիներ պատժում էի ինքս ինձ, մտածում էի դավաճան, խաբեբա, վատ կին, վատ մարդ։ Նայում էի Գևորգին ու մտածում. Եթե դու իմանայիր, թե ես ում հետ էի, երբ դու մտածում էիր, որ ես աշխատանքի եմ, եթե դու իմանայիր, թե ես ինչ էի զգում, երբ այն մյուսն ինձ գրկում էր այնպես, ինչպես դու երբեք չես գրկել,
իսկ հետո մոտ 80 տարեկանում ես հասկացա. մեղքը չի օգնում, մեղքը վանդակ է, դու դրա մեջ նստած ես, իսկ կյանքն անցնում է կողքովդ, և դուրս գալու միակ միջոցը ինքդ քեզ ներելն է, ոչ թե արդարացնելը, այլ ներելը ասելն ինքդ քեզ. Այո, ես դա արել եմ, այո, դա սխալ էր, բայց ես կենդանի մարդ էի անհնարին հանգամանքներում, և ես անում էի այն, ինչ կարող էի այն բանով, ինչ ունեի, և սա իմ կյանքն է, միակը, ուրիշը չի լինելու։ Ես ներեցի ինքս ինձ ոչ մի անգամից, ոչ հանկարծակի աստիճանաբար, ինչպես սառույցն է հալչում գարնանը, դանդաղ, կաթիլ առ կաթիլ, և երբ ներեցի, ավելի հեշտ դարձավ շնչելը, բառացիորեն ավելի հեշտ դարձավ շնչելը։ Գիտեք, ինձ երբեմն զանգում է թոռնոհիս, Մարիամը, նա 32 տարեկան է, ամուսնացած է, 2 երեխա ունի, և նա բողոքում է. Տատիկ, ինձ նրա հետ ձանձրալի է, նա գալիս է, նստում է հեռախոսի մեջ ու լռում է։ Ես ուզում եմ խոսել, իսկ նա հեռախոսի մեջ է, և իմ ներսում ամեն ինչ սեղմվում է, որովհետև ես ճանաչում եմ դա։ Տեսնում եմ ինձ երիտասարդ, դժբախտ, միայնակ, ամուսնուս կողքին, միայն թե հեռուստացույցի փոխարեն հեռախոս է, իսկ էությունը նույնն է։ Եվ ես ասում եմ նրան. Մարիամ ջան, ասա նրան հենց այսօր, նստիր դիմացս, բռնիր ձեռքս և ասա, ինձ միայնակ է, ինձ պակասում ես, ես ուզում եմ խոսել, ասա, քանի դեռ ուշ չէ, քանի դեռ երիտասարդ ես, քանի դեռ առջևում տարիներ կան։ Մի սպասիր 50 տարի, ինչպես ես։ Մարիամը լսում է, գուցե և լսի խորհուրդս, իսկ գուցե զանգի 5 տարի անց ու ասի. Տատիկ, դու ճիշտ էիր, ինձ պետք էր այն ժամանակ միանգամից։ Ես գիտեմ այս սցենարը, ես ինքս եմ այն ապրել, բոլորը հետաձգում են վաղվան, բոլորը մտածում են, վաղը կխոսեմ, հաջորդ շաբաթ, երբ երեխաները մեծանան, երբ գործի տեղն ավելի թեթևանա, երբ տրամադրություն լինի, իսկ հետո հետ ես նայում, և 20 տարի անցել է լռության մեջ։ Իմ դուստրը, Տաթևիկը, հիմա 68 տարեկան է, նա ամուսնալուծվել է 45 տարեկանում։ Եկավ ինձ մոտ, լաց է լինում, մամ էլ չեմ կարող։ Նա ինձ չի լսում, 20 տարի չի լսում։ Եվ ես նստած մտածում էի, պտուղը ծառից հեռու չի ընկնում։ Նա կրկնեց իմ ուղին, պարզապես նրա համարձակությունը հերիքեց հեռանալու, իսկ իմը ոչ։ Տաթևիկը հետո հանդիպեց մեկ այլ տղամարդու, լավ, ուշադիր։ Նրանք միասին են արդեն 23 տարի, և նա երջանիկ է, իսկապես երջանիկ։ Իսկ ես նայում եմ նրան ու մտածում, նշանակում է, կարելի է, նշանակում է, լինում է, պարզապես իմ բախտը չբերեց, կամ ես չվճռեցի։ Ոչ, բանը բախտի մեջ չէ, բանը համարձակության մեջ է։ Տաթևիկն ինձանից համարձակ էր, նա ասաց, հերիք է, և հեռացավ, իսկ ես մնացի և գտա շրջանցիկ ճանապարհներ, որոնք բերեցին ինձ այստեղ, խոհանոց, մանուշակների մոտ, ձեզ հետ այս զրույցին։ Արամը, ավագ որդիս, նա ուրիշ է։ Նա իր կնոջ, Անիի հետ արդեն 40 տարի է, և նրանք խոսում են։ Ես տեսնում եմ, թե ինչպես են նրանք նստում խոհանոցում ու քննարկում ամեն ինչ, քաղաքականությունից մինչև այն, թե ուր գնալ հանգստի, վիճում են, ծիծաղում, երբեմն կռվում են, բայց կենդանի են։ Երկուսն էլ կենդանի են, ոչ թե կահույք։ Երբ ես նայում եմ Արամին ու Անիին, մտածում եմ, դե գոնե ինչ-որ բան ես ճիշտ եմ արել։ Մեծացրել եմ որդի, ով կարողանում է զրուցել կնոջ հետ։ Չնայած, անկեղծ ասած, դա Անիի վաստակն է, ոչ իմը։ Դա նա է նրան սովորեցրել, իսկ նա թույլ է տվել իրեն սովորեցնել։ Եվ դա հավանաբար ամենակարևորն է ամուսնության մեջ։ Թույլ տալ դիմացինին քեզ սովորեցնել։ Սուրենց, կրտսերը մեկնել է Գերմանիա, ամուսնացած է գերմանուհու հետ, տարին մեկ անգամ գալիս է թոռներով, զանգում է ամեն կիրակի։ Ես չգիտեմ, թե նրա մոտ ինչպես է կնոջ հետ, հեռախոսով չես հասկանա, բայց նա զանգում է ամեն կիրակի անխտիր, նշանակում է ինչ-որ բան ճիշտ եմ արել, իսկ գուցե ոչ։ Մենք էլ բոլորս մտածում ենք, որ մեր առջև անվերջություն կա, իսկ հետո հետ ես նայում։ Եվ վերջ, 93 տարին հրավ մեկ երեկոյի պես։ 7-րդ և վերջին, սերը զգացմունք չէ, այն որոշում է, ամեն օր, ամեն առավոտ որոշում։ Ես ընտրում եմ այս մարդուն այսօր նորից, ոչ թե որովհետև նա իդեալական է, ոչ թե որովհետև նրա հետ հեշտ է, այլ որովհետև մենք միասին արդեն այնքան բան ենք անցել, որ բաժանվել, նշանակում է ջնջել մի ամբողջ կյանք։ Գևորգն իդեալական ամուսին չէր։ Ես իդեալական կին չէի, մենք երկուսս էլ հեռու էինք կատարելությունից, բայց մենք միասին էինք։ Եվ այդ միասինի մեջ մի բան կար, որը ես այլևս ոչ մի տեղ չգտա։ Ոչ Պետրոսի հետ, ոչ Սիմոնի հետ, ոչ Օնիկի հետ, ոչ անգամ Անդրանիկի հետ, ում ես հավանաբար սիրում էի։ Ընդհանուր պատմություն, ընդհանուր հիշողություն, երեխաներ, որոնք մեծացան մեր տանը, տոլմա, որը ես եփում էի նրա համար 40 տարի, և որը նա լուր ուտում էր, ոչ մի անգամ չասելով,
Համեղ է։ Իսկ ես նեղանում էի, իսկ նա չէր էլ իմանում։ Ահա նստած եմ խոհանոցում, ես 93 տարեկան եմ։ Մանուշակները ծաղկում են, թե ինիկը սառել է։ Զրույցի տաքացած, մոռացա թեյի մասին։ Հիմա կտաքացնեմ, մի բաժակ կլցնեմ ինձ, կնստեմ պատուհանի մոտ։ Պատուհանից դուրս բակն է, ծառերը, ճնճղուկները կռվում են հարևանների պատուհանակոքի փշուրների համար։ Կյանքն առաջ է գնում։ Առանց Գևորգի, առանց Պետրոսի, առանց Սիմոնի, առանց Օնիկի, առանց Անդրանիկի։ Բոլորը գնացին, իսկ ես այստեղ նստած եմ ու պատմում եմ ձեզ, օտար մարդկանց, այնինչ չեմ պատմել ոչ մեկին իմ հարազատներից։ Գուցե դա ճիշտ է, գուցե հենց օտարներին էլ պետք է պատմել։ Յուրայիններիդ խղճում ես, երեխաները չեն հասկանա, թոռները կվախենան, իսկ դուք պարզապես կլսեք եւ յուրաքանչյուրը կլսի իրենը։ Ինչ որ մեկը կդատապարտի, իրավունք ունի։ Ինչ որ մեկը կճանաչի իրեն եւ գուցե ինչ որ բան կփոխի։ Ինչ որ մեկը պարզապես կմտածի, տարօրինակ պարավ է։ Լավ, թող այդպես լինի։ Ես 93 եմ։ Ես այլևս չեմ վախենում։ Ես կորցնելու ոչինչ չունեմ եւ ապացուցելու ոչինչ չունեմ։ Ես պարզապես նստած եմ մանուշակների մեջ ու ասում եմ ճշմարտությունը։ Կյանքում առաջին անգամ ողջ ճշմարտությունը։ Պահպանեք միմյանց, խոսեք, մի լռեք, մի վերածեք ամուսնությունը բանտի, որից միակի երկն օտարի գիրկն է։ Սիրեք ոչ թե լուռ, այլ բարձրաձայն։ Եվ ներեք նրանց, ովքեր չկարողացան։ Մենք բոլորս չենք կարողացել, յուրաքանչյուրս յուրովի։ Ձեր Անահիտ Խաչատուրի, խոհանոցից մանուշակներով սեղանի մոտից, սիրով եւ առանց ամոթի։ Ախ այո, ահա թե ինչ եմ ուզում ասել ամոթի մասին։ Ինձանից 93 տարի պահանջվեց, որպեսզի դադարեմ ամաչել իմ մարմնից, իմ ցանկություններից, իմ արարքներից, իմ մտքերից։ 93 տարի, մի ամբողջ կյանք ամոթի մեջ։ Մի ամբողջ կյանք այն զգացողությամբ, որ դու սխալ ես, որ դու կեղտոտ ես, որ նորմալ կանայք այդպես չեն անում, չեն մտածում, չեն զգում։ Իսկ գիտեք ինչ, նորմալ կանայք հենց այդպես էլ անում են, եւ մտածում են, եւ զգում են։ Պարզապես լռում են այդ մասին, ինչպես ես էի լռում, ինչպես մայրս էր լռում, ինչպես նրա մայրն էր լռում։ Կանանց մի սերունդ, որն ապրում էր ամոթի մեջ եւ փոխանցում էր այդ ամոթն իրենց դուստրերին, որպես ժառանգական հիվանդություն։ Հերիք է, խնդրում եմ, հերիք է, եթե դուք հիմա նայում եք այս տեսանյութը եւ ճանաչում եք ինքներդ ձեզ, իմացեք, դուք մենակ չեք, դուք միլիոնավոր եք։ Միլիոնավոր կանայք, ովքեր հենց հիմա նստած են իրենց խոհանոցներում եւ լռում են այն մասին, թե ինչ են զգում, այն մասին, որ միայնակ են, այն մասին, որ խեղդվում են, այն մասին, որ երազում են ինչ-որ ավելի մեծ բանի մասին, քան տորման ու լվացքն է։ Դուք վատը չեք, դուք կենդանի եք, եւ ձեր կյանքը պատկանում է ձեզ, ոչ ամուսնուն, ոչ երեխաներին, ոչ հասարակությանը։ Ձեզ, արեք դրա հետ այն, ինչ հարկ եք համարում։ Ես հիմա նայում եմ երիտասարդներին, Թորնուհուս, Մարիամին, նրա ընկերուհիներին եւ տեսնում եմ, որ աշխարհը փոխվել է։ Նրանք կարող են ամուսնալուծվել, եթե դժբախտ են, կարող են մենակ ապրել, կարող են ընտրել։ Մենք նման ընտրություն չունեինք։ Կամ ունեինք, բայց չգիտեինք, որ այն կա։ Բայց գիտեք ինչը չի փոխվել։ Միայնությունը։ Մարիամը բողոքում է, որ ամուսինը հեռախոսի մեջ է։ Նրա ընկերուհի Կարինեն, որ ամուսինն աշխատանքի է օրական 12 ժամ։ Մյուս ընկերուհին, որ ամուսինը կողքին է, բայց կարծես այլ մոլորակի վրա լինի։ Նույն բառերը, նույն զգացմունքները, նույն ցուրտը, միայն դեկորացիաներն են ուրիշ։ Նշանակում է, բանը դարաշրջանի մեջ չէ, ոչ խորհրդային միության, ոչ կապիտալիզմի, ոչ հեռախոսների եւ ոչ թերթերի մեջ։ Բանը մարդկանց մեջ է, մեր կողքի լինել չկարողանալու մեջ, բացվելու մեր վախի մեջ։ Ամեն իսկականը թաքցնելու եւ միայն ճակատամասը ցույց տալու մեր սովորության մեջ։ Ես 93 տարի եմ ապրել ու այդպես էլ չեմ սովորել։ Չեմ սովորել բաց լինել ամուսնուս հետ։ Չեմ սովորել խնդրել այն, ինչ ինձ պետք է։ Չեմ սովորել ասել, ինձ ցավոտ է եւ ինձ լավ է եւ գրկիր ինձ խնդրում եմ։ Այս բոլոր պարզ բառերը մնում էին կոկորթումս, ձկան փշի պես։ Եվ ես լռում էի ու փնտրում էի նրան, ում հետ լռել պետք չէր, նրան, ում հետ բառերն իրենք էին դուրս գալիս, հեշտությամբ, առանց ցավի։ Դե ահա մի ամբողջ գրքի չափ խոսեցի։ Կներեք պարավիս, տսեցի ու չեմ կարողանում կանգ առնել։ Հավանաբար, որովհետև ողջ կյանքում լռել էի ու կուտակվել էր։ Եթե մինչև այստեղ դիտեցիք, շնորհակալություն։ Լրջորեն, շնորհակալություն, որ լսեցիք, որ չփակեցիք առաջին րոպեներից հետո, որ չդատապարտեցիք կամ դատապարտեցիք, բայց մինչև վերջ լսեցիք։ Սա կարևոր է ինձ համար, որովհետև 93 տարվա մեջ սա առաջին անգամն է, երբ ես խոսում եմ ամեն ինչի մասին։ Առանց կրճատումների, առանց գեղեցկացնելու, առանց ամեն ինչ նորմալ էի։ Գրեք ինձ մեկնաբանություններում, կա,
Արդյոք ձեր կյանքում այն լռությունը, որի մասին ես խոսում եմ, պարտադիր չէ դավաճանության մասին, պարզապես լռության մասին, մարդու կողքին լուր միայնության մասին։ Գրեք մեկ բառ, այո կամ ոչ։ Ինձ համար կարևոր է իմանալ, որ ես մենակ չեմ, որ իմ լռության 93 տարիներից հետո ես վերջապես գտա նրանց, ովքեր լսում են, միայն թե խնդրում եմ, խոսեք, մի լռեք, մի կրկնեք իմ սխալը, ջերմություն մի փնտրեք ուրիշի ձեռքերում, երբ այն կարող է լինել ձեր սեփականի մեջ։ Ահա թեյնիկը նորից սառեց, գնամ տաքացնեմ։ Կյանքը շարունակվում է նույնիսկ 93 տարեկանում, սիրով եւ առանց ամոթի։